Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի ռիսկ արտաքին հետախուզության ծառայությունը չի տեսնում։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրն ու խաղաղության նախաստորագրված համաձայնագիրն ասում են զսպող գործոն է, բայց վտանգ կա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթից, այդ ուղղությամբ գործողություններից, որոնք Բաքվում պետական մակարդակով են հովանավորվում։ Փակել այս թեման կենտրոնանալ խաղաղության խոսույթի վրա Բաքվին առաջարկում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետքա փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը, խաղաղության խոսույթը։ Ոչ թե խաղաղություն, այլ փխրուն զինադադար են անվանում ընդդիմադիրները այսօրվա վիճակը։ Պնդում են կխախտվի այս զինադադարը, եթե ինչ-որ պահի կտրվի զիջումների շղթան։ Ինչ է զիջվում հիմա, օրինակ Արմեն Ռուստամյանն է բերում։ Թրիփի իրագործման մասին Վաշինգտոնյան վերջին համաձայնությունն ասում է, նույնիսկ իրավական ուժ չունի։ Եթե պարզ խոսքով ասենք, մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին ունենալ։ Ակնհայտ է, քո տարածքով ճանապարհ ես տալիս, իմ է տարածքն է, չէ՞, բայց այդ տարածքի տնօրինությունը միայն դու 26%-ով ունես։ Այսինքն 74%-ը տալիս ես իրանց 49 տարով, հետո եւս 50 տարի դրան գումարվելու է, հա։ Եվ եթե այնտեղ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը եւ ամերիկյան ամբողջական լիարժեք այս գործընթացը իրականացնելը ինչ որ սահմանափակում է ունենալու, նաեւ տեսեք Ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ։ Անխոչնդոտ ճանապարհ տալով Բաքվին Երևանն ըստ դաշնակցականի կատարում է մեկ այլ պահանջ՝ թրիփից օգտվելիս չշփվել հայերի հետ։ Խորամանկորեն գրել են front office, back office հասկացությունները։ Սա ինչ է նշանակում։ Սա մենոնք լինելու են back office-ում, ընդդեմ միտեղ նստած, front office-ը լինելու են նա ինչ որ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը եւ կապահովվի Ալիևի պահանջը։ Այսինքն իրանք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Փաստաթուղթն իրավական ուժ չունի, բայց քաղաքական հանձնառություն է, իշխանականները հակադարձում են, սուվերենության զիջման ոչ մի նշույլ չկա թրիփում։ Խորհրդարանի խոսնակն է իր «Արագ մի բան ասեմ» ֆեյսբուքյան շարքում արձագանքել Ռուստամյանին, մեղադրել նրան թրիփի փաստաթուղթն աղավաղելու համար։ Ինքնիշխան, ազատ Հայաստանը, որը որ կախվածություն չունի ինչ որ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է, այո, ինքնիշխան Հայաստանը իրենց ամենամեծ վախն է, այդ պարագայում իրանք չեն կարողանում իրենց դրսի կառույցները աշխատացնել եւ ընդհանրապես քաղաքական դաշտում գոյություն ունենալ, բայց ես ձեզ խոստանում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ 2026 թվականին մենք ձեր էջը մեկ ընդմիշտ փակելու ենք։ Ընդդիմադիրներն էլ իրենց հակադարձումն ունեն, այսպես ասած խաղաղությունը դարակազմիկ իրողություն ներկայացնելով նախընտրական վերարտադրվելու խնդիր է լուծում իշխանությունը, մինչդեռ իրականում անիրագործելի խոստումները հունիսի 7-ից առաջ էլ, հետո էլ օդում են մնալու։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։